վերջի ԵԽԽՎ նիստի ժամանակ, երբ որ Ադրբեջանի պատվիրակը հարցրեց, ասեք դուք հողային պահանջ ունեք Թուրքիայի նկատմամբ, Վրաստանի նկատմամբ, մեր Պրեզիդենտը ասաց, մենք ոչ մի հողային պահանջ ունենք ոչ Թուրքիայի նկատմամբ, ոչ Վրաստանի, ու դուք մեր եղբայրական երկրի Վրաստանի մեջ ցեպ եք կրում, ու այդ ինչքանով կարա իրավական հիմք հանդիսանա Թուրքիայի ձեռը իրավական հարցեր։ Երբ որ ինձ նման հարց են տալիս, արդյոք Հայաստանը ունի հողային պահանջ Թուրքիայի նկատմամբ կամ Ադրբեջան կամ Վրաստան, ես ասում եմ իհարկե ոչ։ Մենք որևէ երկրից որևէ հողային պահանջ չունենք։ Մեր խնդիրն է, մեր պահանջն է, որպեսզի տվյալ երկիրը դեօկուպացիայի ենթարկի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Որտեղ երբ որ ասում ենք մենք պահանջներ ունենք Թուրքիայից, տպավորությունն է, որ դրանք թուրքական հողերն են, մենք իրանցից ուզում ենք։ Չէ, մենք այդպես բան չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ այն հողը, որը մերն է, տարածքը մերն է, համապատասխան փաստաթղթով, դա վերադարձվի մեզ։ Ինչպես էլի օրինակ բերեմ, դուք պատկերացրեք, դուք ունեք բնակարան եւ ունեք համապատասխան թուղթ, ասես կադաստրի թուղթը սեփականության վկայականը, որ ձերն է։ Եվ ինչ որ մեկ եկել է, մտել է ապրում է։ Դուք գնում եք, չգիտեմ, ոստիկանություն, դատարան եւ պահանջում եք, ինչ եք պահանջում։ Արդյոք դուք պահանջում եք, որ այդ մարդը իր տունը ձեզ տա, թե դուք պահանջում եք, որ ինքը վերադարձնի ձեր սեփականությունից։ Հա, բայց չէ, պահանջի Թուրքիայի նկատմամբ։ Այսինքն պահանջա, որ քեզ էլի է պահանջ, ես ասացի, մենք պահանջում ենք, որ դեօկուպացիայի ենթարկեն։ Այսինքն ապա զավթումը վերստան, եւ ոչ թե մենք Թուրքիայից ենք պահանջում, ոսկե դրա մասին է, իհարկե պահանջը, խնդիրն այն է, արդյոք մենք Թուրքիայից ենք պահանջում, որպեսզի ինքը մեզ ինչ-որ մի բան տա, այսինքն պահանջ Թուրքիայի նկատմամբ, թե պահանջ Թուրքիայից մեր հողերը վերադարձնելու։ Այստեղ նրբությունը, որը շատ կարևոր հարց է, դրա համար էլ ես առաջի այդ դասախոսության ժամանակ էլ ասացի, որտեղ սկզբից ես որ խոսում եի գրում եի հայոց պահանջատիրության իրավական հիմքերը։ Եվ այդ պահանջը մի քիչ վանում էր։ Հետո սկսեցի ձևակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման իրավական հիմքերը։ Այսինքն տարածքային ամբողջականությունը խախտվել է, եւ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում այդ ամբողջականությունը վերականգնվի։ Եվ այդ ձևակերպումը ավելի, այսպես ասած, բան անկալվում, հեշտ անկալվում։ Միշտ քաղաքականության մեջ նույն երևույթը դուք ինչպիսի բառային ձևակերպում կտաք, այդ տարազը, այդ հագուստը բառային, հաճախ վերաբերմունք է ձևավորում։ Եթե դուք նկատում եք, այդ հարցով շատ լավ են Թուրքիայի թուրքերը։ Այսինքն իրենք մշտապես այս պրինցիպ լավ խոսքեր են ասում, կողքից լսում ես, ասում ես, այս ինչ բաներ են ուզում, ասենք, իրանք հարավային Կովկասում ուզում են կայունության եւ խաղաղության հաստատում։ Դա ինչ է Թուրքը, դա նշանակում ասում է Ղարաբաղը տվեք Ադրբեջանին։ Բայց բառային ձևակերպումը լրիվ ուրիշ է, որտեղ իրանք կայունության եւ խաղաղության հիմնական խոչընդոտը դիտարկում են Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի տարածքի 20%։ Այսինքն այդ ձևակերպումները կարևոր են, այսինքն մենք չունենք հողային պահանջ Թուրքիայի նկատմամբ, բայց մենք ունենք պահանջ մեր իրավունքները վերականգնելու, մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկ ինչքանով դա կարող է վաղը մյուս օր մեր դեմ ոնց որ ասած շուտ տան, հնարավոր է։ Բայց մեր հիմքերը բավականին ամուր են։ Մեզ ավելի շատ կարևոր է, որ մենք չդադարենք մեր պահանջների մասին խոսել։ Այսպես էստոպելի սկզբունքը չունքան հայտարարություններ, որովհետև եթե դուք հիշում եք, առաջ մեր ղեկավարությունը ասում էր, որ երբ որ հարց էին տալու հողային պահանջ ունենք, թե չէ, ասում էր, մեր օրակարգում նման հարց չկա։ Դա շատ ավելի ճիշտ ձևակերպում է։ Հավատացնում եմ ձեզ, մենք արտգործնախարարությունում մի երկու օր մտածել ենք, ոնց այդ հարցին պատասխանենք եւ եկանք ճիշտ ձևակերպման այդ օրակարգում այդպիսի հարց չկա, որը ինքնին նշանակում է, որ այ ինչ որ հարց կա, բայց մեր օրակարգում չկա, միևնույն ժամանակ դա չի կարող մեր դեմ հանվել, ասել մենք հրաժարվել ենք, մեր օրակարգում չկա նման հարց։ Եվ պետք է միշտ նման խուսափողական պատասխան տա, պաշտոնեն, եթե չի ուզում ուղղակի ասի, որ պահանջ ունենք, բայց նաև չպետք է հնարավորություն տա, որ վաղը քո խոսքերը օգտագործել։
նման բաների համար։